Իսկ դուք գիտեք, որ հիպոֆիզը համարվում է վերարտադրողական համակարգի գլխավոր կարգավորիչ գեղձերից մեկը։ Այն արտադրում է հորմոններ, որոնք վերահսկում են կանանց մոտ զվարանների աշխատանքը եւ դաշտանային ցիկլը, տղամարդկանց մոտ ամորձիների աշխատանքը։ Այսպիսով, հիպոֆիզը վերահսկում է սեռական հասունացումը, սեռական հորմոնների արտադրությունը, սերմնաբջիջների եւ ձվաբջիջների ձևավորումը, ինչպես նաեւ վերարտադրողական պրոցեսների բնականոն ընթացքը։ Այսպիսով, հիպոֆիզում դիտվող պաթոլոգիկ փոփոխությունները վտանգում են վերարտադրողական առողջությունը։ Հիպոֆիզի հետազոտման հիմնական մեթոդներն են. նախ եւ առաջ արյան հորմոնային քննությունը։ Երկրորդ տեղում ըստ կարևորության MRT-ն է, անփոխարինելի մեթոդ եւ ոսկե ստանդարտ։ Հետո գալիս են համակարգչային տոմոգրաֆիան, ակնաբուժական հետազոտությունը եւ ֆունկցիոնալ թեստերը։ Հիպոֆիզի MRT-ն իրականացվում է 1.5 եւ 3 տեսլահզորության սարքերով։ Տևողությունը մոտ 40 րոպե։ Հետազոտությունն իրականացվում է պարտադիր ներերակային կոնտրաստավորմամբ, նախապատրաստվելու կարիք չկա եւ իհարկե այն բոլորովին անցավ է, անվնաս ու առանց ճառագայթման։